Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքային հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրերում։ Այսօր ուսումնասիրել ենք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի եւ նրա կնոջ Ռոզա Ասատրյանի 2023 թվականի հայտարարագրերը։ Որպես անշարժ գույք Սահակյանը հայտարարագրել է միանձնասեփականությամբ մեկ բնակարան Երևանում, որը նա ձեռք է բերել 2000 թվականի սեպտեմբերի 1-ին։ Համատեղ սեփականությամբ 2 հողամաս Կոտայքի մարզի Գառնի համայնքում, որոնք ձեռք է բերել 2004 թվականի հունիսի 2-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն Կրկին Գառնիում, որը ձեռք է բերել 2022 թվականի սեպտեմբերի 22-ին։ 2023-ին նա գնել է Երևանում գտնվող մեկ բնակարան համատեղ սեփականությամբ, ինչպես նաև ավտոկայանատեղի բաժնային 1/2 սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է, շարժական գույք ավտոմեքենա Կոտայքի մարզպետը չի հայտարարագրել։ Սահակյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, տարեվերջին դրանցում եղել է 636.418.5 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է 6 միլիոն դրամ, տարեվերջին 8 միլիոն դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 14.064.910 դրամ, որը Կոտայքի մարզպետարանի եւ մարզպետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայրգումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17.695.680.9 դրամ։ Մարզպետի կինը Ռոզա Ասատրյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 10-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա Ասատրյանը չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1.27507.8 դրամ, տարեվերջին 1.257.946.7 դրամ։ Բացի այդ, վերջինս ունեցել է 4 միլիոն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ 2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 4.291.013 դրամ, որից 2.802.078 դրամը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, 1.24135 դրամը Ծաղկահովիտի առողջության կենտրոն ՓԲ-ից ստացած աշխատավարձն է, 290.500 դրամը Գառնիի կոմունալ տնտեսություն ՓԲ-ից, 174.300 դրամը Գառնիի համայնքապետարանից քաղաքական պայմանագրով ստացած եկամուտն է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայրգումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13.541.017.2 դրամ։